Բարև ձեզ, պարոն Շաքարյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար։ Հիմնական զրույցի թեման լինելու է Իրան-Միացյալ Նահանգներ ձեռք բերված պայմանավորվածությունները 14 կետից բաղկացած այսպես հուշագրի շուրջ են, համաձայնագրի շուրջ են եկել կողմերը համաձայնության։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը, ինչպես եք գնահատում այս իրողությունը եւ ինչ զարգացումներ եք սպասում, համեցեք։ Նախ ինձ թվում է, որ դեռ վաղաժամ է եզրակացություններ ասենք առաջարկել մարդկանց, ունկնդիրներին, թե դա իրոք կայանալիք հուշագիրը ու այդ հուշագրից հետո, որը անշուշտ ստորագրվել է, ինչ որ թեկուզև կիսատ-պրատ արարողությամբ, բայց ստորագրվել է, բայց դժվար հիմա դիտարկել, թե ինչպես կարող է դառնալ իրականություն, այսինքն այդ հուշագրի 14 կետ կիրառման պրոցեսը իրոք կտանի դեպի համաձայնագիր, խաղաղության լինի, թե կարգավորման լինի, թե հնարավոր է, որ տապալվի նման նախաձեռնություն ըստ երևույթին այն պատճառով, որ նախ եւ առաջ Իրանում ոչ ոք մտադիր չէ վստահել ԱՄՆ ստորագրություններին, նախ եւ առաջ։ Երկրորդը, մենք իսկապես հասկանում ենք ու պետք է հասկանան բոլորը, որ այստեղ ամեն ինչ կախված է դրանից, թե ԱՄՆ-ն կկարողանա սանձազերծել Իսրայելին, թե ոչ։ Քանի որ Իսրայելը արդեն որորդ օրը սպառնում է տապալել այդ հուշագրի կետերի կիրառումը։ Ու մենք ստեղ ուզած-չուզած կամա թե ակամա պետք է անդրադառնանք նաև պատկերացրեք մեր ընտրություններին, որոնք դուք գիտեք, եղել են ամենաամոթալի երևի թե ավելի ամոթալի ընտրություններ, քան թե 1996 թվականի ընտրությունները, երբ որ ՀՀՇ-ն որոշել է ևս մի ժամկետով երկարաձգել Տեր-Պետրոսյանի լիազորությունները։ Շատերին կթվա, որ ես չափազանցնում եմ, բայց դա այդպես չի։ Բանն այն է, որ ինչ որ կատարվել է Հայաստանում հունիսի 7-ին, սրտորեն փոխկապված է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Այդ թվում ու նախ եւ առաջ հենց Իրան-ԱՄՆ հարաբերությունների փակուղային վիճակից։ Ինչու՞։ Շատ հեշտ ու հանգիստ կարող եք հասկանալ։ Եկեք մի ակնթարթով հիշենք, թե ինչը նախորդեց հունիսի 7-ին եւ ինչը նախորդեց արդյունքում այսօրվա օրին, այսինքն հունիսի 18-ին։ Դուք հիշում եք, որ Երևան եկել են տարբեր կարգի եվրոկառույցների ներկայացուցիչներ։ Հիշում եք երևի։ Հիշում եք նաև, թե ինչ ստորագրվել է այստեղ Երևանում։ Դուք հիշում եք, որ մեր մոտ այցով եկել էր ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաստատ որ հիշում եք։
են սկանդալը, եղերն ու հետ կապված սկանդալը։ Ես կարծում եմ դա բոլորն հիշում։ Դուք հիշում եք նաև, որ մեր մոտ եկել էր մի ժամվա, այդ այցը չես կարա անվանես, օդանավակայանում ինչ-որ մի թղթեր ստորագրելով համար պետքարտուղար Մարկո Ռուբիոն, էդ էլ եք հիշում։ Ու հիշում եք հաստատ, որ ինչպես ամերիկացիք, այնպես էլ եվրոպացիք շեշտ են դրել նախ Հայաստանի տարածքի, Հայաստանի ընթերքի, այդպես ասած, իրենց ցանկությունը ձեռք մեկնելու ու յուրացնելու, երկրորդը խոսք էր գնում, այդպես ասած, հաղորդակցությունների վերաբերյալ, ինչ որ դրսևորում է ցանկություն, փորձ խլել Հայաստանից Սյունիք մարզը։ Դա փոխկապված է այդպես կոչված Տրամպի երթուղու հետ։ Այսինքն այդ տրիպ կոչվածը նախաձեռնության կամ պլանի հետ։ Ու մենք գիտենք, որ առաջինը եւ կտրուկ ռեակցիան տվել էր հենց Իրանը։ Հիմա ուշադրություն դարձրեք այս 14 կետերից մեկի վրա, որը որ գրանցված է մոտավորապես այդ ձևակերպմամբ ԱՄՆ-ն պարտավորվում է դուրս բերել բոլոր կարգի զորքերը Իրանի սահմաններից։ Մարիամ, հարց եմ տալիս ձեզ եւ բոլոր ունկնդիրներին։ Իրանի սահմանները արդյոք վերաբերվում է Հայաստանի տարածքին, Զավթաց Արցախի տարածքին եւ բնականաբար ողջ Անդրկովկասին։ Ըստ իս դա այդպես է, որովհետեւ այնուամենայնիվ օրինակ թուրքական սահմանի կողմից Իրանը, ինչպես ասում են, նախապատրաստ է։ Իրաքի կողմից Իրանը նախապատրաստ է։ Աֆղանստանի կողմից Իրանը նախապատրաստ է։ Ինչ վերաբերվում է արաբական այդ մենապետություններին, Պարսից ծոցի, Էմիրություններին եւ այլն, մենք արդեն տեսել ենք, Իրանը ոչ թե նախապատրաստ է, այլ պատրաստ է։ Մնում է մի սահման, որը ինչ որ առումով մտահոգում էր Իրանի ուժային կառույցներին, Իրանի պաշտպանության նախարարությանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը եւ այլն։ Ահա թե ինչու մեր մոտ արևմուտքը կոչվածը, այդ թվում եւ թուրքերը եւ կովկասյան թաթարները, շտապեցին շնորհավորել որոշակի մարդկանց, անտեսելով, որ վերջնական արդյունքները դեռ հաշվարկված չէին։ Իրենց եղել էր կարևոր, որպեսզի ԱՄՆ-ն ու մինչև որ շարունակի բանակցել կամ
կարծիքների փոխանակում շարունակել Իրանի հետ, այդ պահին գան ու հասնեն այն վիճակով, որ Բաքվի կողմից նրանք վերահսկում են, Երևանի կողմից նրանք վերահսկում են, այնինչ մենք գիտենք, որ քիչ թե շատ, եթե այդպես կարելի ասել, վերջնական արդյունքները մեզ հայտարարեցին հունիսի 14-ին, այդպես է թե չէ։ Ինձ թվում է բոլորը հիշում եք։ Մի շաբաթ գնում է հաշվարկ, վերահաշվարկ եւ այլը։ Այս իսկ պատճառով մենք ուզած փոխանակ հիմա մտածենք Իսրայելը իրոք կխախտի համաձայնությունները, որոնք գրանցված են 14 կետանոց ուրեմն փաստաթղթում։ Իրոք Իսրայելը ինչ որ մի տեղաշարժով կամ գործողություններով կխախտի արդեն իսկ հիմք ծառայած 14 կետը։ Իսկ այնտեղ ամեն ինչ կա, ամեն ինչ նշված է։ ԱՄՆ-ն հրապարակավ խոստովանել է, որ այո, կրակի դատարեցում, պատերազմի ավարտ պետք է վերաբերվի ոչ միայն Իրանի տարածքին, այլ նաև Լիբանանի տարածքին, այսինքն մերձավոր արևելքի, ահա նույնիսկ ստեղ պարունակվում է, որ Իրանի ֆինանսական միջոցները պիտի ապասարեցվեն, փոխանցվեն Իրանին, ինչ որ մի ժամկետի ընթացքում, կետերը շատ են, բայց ես ուշադրություն եմ բևեռացնում զուտ մի կետի վրա, որ ԱՄՆ-ն պարտավորվում է դուրս բերել իր ներկայությունը որոշակի շրջանակներից, ու այդ շրջանակները բարիս բուն իմաստով պարունակում են նաև Անդրկովկասի տարածքը։ Եկեք Աստծուց այսպես ասած խորամանկ չլինենք ու խոստովանենք, որ եթե դա վերաբերվում է Անդրկովկասին, ապա դա նախ եւ առաջ վերաբերվում է հայ-իրանական սահմանին, այսինքն Սյունյաց մարզին։ Դրանից հետո, երբ որ արևմուտքը որոշակի դավադիր ուժերի հետ համաձայնեցված կուլ է տվել Արցախը հայերին, հերթը հասնում էր, այդ հերթը հասցնում են Սյունյաց մարզի ճակատագրին, այսինքն Սյունյաց մարզի ճակատագրի որոշման կետին։ Ինչ անում են, չեն անում պաշիստները տարբեր Հաջիևների հետ միասին Դիլիջանում, դա մի բան է։ Բաքվի Անկարայի ցանկությունների կատարելու իրենց պատրաստականությունը որևէ մեկի մոտ կասկած չի հարուցել ու չի էլ հարուցում։ Ուրիշ բան, որ շատ բացեիբաց տարբերակով Իրանը ցուցադրել է եւ Բաքվին եւ Երևանին, որ դուք երկու տզուկ իրավունք չունեք առանց Իրանի կամքի, առանց Իրանի ազգային անվտանգության շահերի հաշվի առնելու, ինչ որ մի բան ստորագրել կամ փող համաձայնեցնել։ Երևան, դու տզուկ ես Բաքվի հետ միասին։ Դա է Իրանի ասածնը։ Ու ինչպես մենք երեք տեսել ենք, բացեիբաց աջակցություն ստանում է Իրանը եւ Ռուսաստանից եւ Չինաստանից։ Ինչի մասին օրինակ հայտարարեցին եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը եւ Չինաստանի արտգործնախարար Վան Ի, մի խոսքով մենք տեսել ենք, որ
ԱՄՆ եւ Իսրայելը հարվածում էին պատերազմի ընթացքում ոչ թե կոնկրետ Իրանին, այլ հարվածում էին երևի ես կասեմ այն որ ասել եմ ձեր թաղավարից բազում անգամ այդ եվրասիական ողջ երակողմ դաշնակցություն ասեմ թե ասենք համադաշնություն ասեմ այնուամենայնիվ այդ երեք եվրասիական մեծ տերություններին ինչու ես մեծ տերություն սահմանումը տարածում եմ նաև Իրանի վրա որովհետև արդեն գրեթե բոլոր փորձագետները ասում են եթե այդ հուշագիրը կատարվի իրականացվի ապա անխոսք անվիճելի տարբերակով գեր աճում է Իրանի ռազմավարական նշանակությունը ողջ տարածաշրջանում ողջ տարածաշրջան ասելիս բոլոր փորձագետները այդ թվում ամերիկյան փորձագետները անվիճելիորեն ընդգրկում են եւ Անդրկովկասը եւ Միջին Ասիա ոչ միայն մերձավոր արևելքը ու այդ պատճառով մենք այսօր կարող եմ կրկնել շարունակում ենք հասկանալ բայց հունիսի 7-ին անհերատես Երևանյան ճակերտավոր իշխանավորները ինչ են արել Միթե իրենց հայտնի չի եղել, որ ինչպես ամերիկյան սենատոր Մորֆին խոստովանում է, ահա մենք սպասել ենք, որ Իրանը կստորացնի ԱՄՆ-ին, բայց չենք սպասել, որ այդ աստիճանի։ Ես ուզում եմ ձեր օգնությամբ, Մարիամ, հարց ուղղեմ նաև ունկնդիրներին։ Դուք չեք տեսնում, որ Իրանը իրոք հաղթել է մեր տարածաշրջանում։ Դուք չեք հասկացել, որ ձեր իշխանավորիկների տայֆային ճիգերին և երազանքներին կատարման ճամպին կանգնած է մեծագույն ու հզորագույն սյունը, որը չի թողնի, ինչպես Իրանի ուրեմն իսլամական հեղափոխության կորպուսի, պահապանների կորպուսի աղբյուրները հայտարարեցին հենց այդ ասենք 10 կամ 7 կամ 10 օրվա ընթացքում երկու անգամ եմ կրկնել ասելիս հետևյալը Անդրկովկաս այ Բաքու եւ Երևան դուք ապավինում եք այն ուժերին, որոնք չեն կարողանում Հորմուզի նեղուցը բացել, ինչպես դուք պատկերացնում եք, որ Զանգեզուրյան միջանցքը կբացի այդ անզոր ուժը ու ավելացրել են Եթե նույնիսկ դա կբացվի, ապա կբացվի միայն Իրանի պահանջներով եւ Իրանի նախապայմաններով։ Ու շատ կարճ, բայց իմաստային իր առումով բավական բովանդակալից մի հատ հավելում։ Ոչ մի ճանապարհ Իրանի շուրջ մանկապղծի անունը չպիտի կրի։ Դուք իրանացիների ակնարկը հասկանում եք ում մասին է խոսք։ Ինձ թվում է դա հասկանալի է։ Դա փոխկապված է արդեն ուրիշ մի հայտարարության հետ, որոնք մեջ իրանացիք
մատնանշել են, որ մենք, այսինքն Իրանը, պատերազմում ենք Էփշտեյն կղզյակի մնացորդի հետ։ Իսկ Էփշտեյն կղզյակում այդ Էփշտեյնի հետ կապված սկանդալում բավական շատ է շոշափում Տրամպի անունը։ Այսինքն թեկուզև այս տարբերակով, այսինքն անուղակի ձևով, Իրանը բազում անգամ հիշեցնում էր, ակնարկում էր Բաքվին եւ Երևանին, այսինքն Երևանյան թուրքերին, եկեք ճիշտը խոստովանենք, ով որ դա արել է, դա Երևանյան թուրքը, մի նայեք իրենց յանի թե յանով վերջավորվող ազգանուններին, դրանք թուրքերն են, կովկասյան տատարներն են, ծիպտյալ կովկասյան տատարներ են, ուրիշ խոսք չունեն նրանք, որպեսզի իրենց էությունը բնութագրենք։ Բայց երբ որ աշխարհը համոզվել է, որ Իրանի կողքը անխտիր կանգնած են Ռուսաստանը, Չինաստանը, ապա մենք հասկանում ենք, որ պատերազմը վարվել էր, ու մենք դեռ երաշխիք, ինչ որ երաշխիք չունենք, որ չի շարունակվի կամ չի վերսկսվի։ Այն պատճառով, որ իրական տիրախը ԱՄՆ-ի եւ ԱՄՆ-ի հետ կակնած ուժերի հետ եղել են Չինաստան ու Ռուսաստանը։ Ու այդ պատճառով մենք հասկանում ենք, որ այո, բավական կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանում անցկացված հունիսի 7-ի ընտրությունները։ Ու մենք հասկանում ենք, որ Երևանում շատ սխալ ընտրություն են արել, ովքեր արել են։ Բավական մենք տեսնում ենք, որ նույնիսկ ՀՀԿ-ի դիտորդական խումբը խոստովանում է, որ այդ ընտրությունները անցել են ահավոր վարչական ճնշման տակ։ Էլ չեմ ասում ուրիշ դիտորդական խմբերի կարծիքները։ Իտալիայի նախկին դեսպանը խոստովանում է, որ տենց խախտումներով, կեղծիքներով ինքը դեր ընտրություններ չի տեսել, այդ էլ Իտալիայի դեսպան։ Հա, նախկին դեսպան, բայց ամեն դեպքում դիվանագետ մարդ է։ Ու զարմանալ է, որ դա ասում է իտալացին, որտեղ Իտալիայում, ինչպես մենք բոլորս գիտենք, եւս լինում են էլի ներքին քաղաքական խնդիրներ, պարբերաբար, ասենք ինչ որ կրկնվող, ասենք իրավիճակներ, որը այդ իրավիճակները փաստում են, որ ներքաղաքական ճգնաժամը Իտալիայում։ Դա խոստովանեց Ֆրանսիայի եվրոպատկամավոր Մարիանի, որը զարմանք է արտահայտել, թե Հայաստանում այդ ինչ է կատարվում։ Ու մենք ուզած պետք է խոստովանենք, որ չկա ուրիշ տարբերակ, քանզի թե համաձայնվել այսօր հնչեցրած մի բնութագրի հետ, որ Հայաստանում իրականացնում են հիբրիդա թուրքական իշխանության կամ կառավարման տարբերակը։ Լավ հասկացեք ինչ են ասել մարդիկ։ Հիբրիդա թուրքական, հիբրիդա էրդողանական։ Դե հիմա դրա համար պարոն Շաքարյանց ուղղակի ու մենք ստիպված նստում ենք, հաշվի ենք նստում այս մարդկանց հետ, որոնք հենց հիմա ցավալում են հետապնդումներ, այո, կալանավորումներ, կալանավորումներ, սպառնալիքներ են հնչեցնում, որ պիտի իրենց բներում ջախջախենք, սատկացնենք, ոչնչացնենք ու անվանացանք կարդում, որը սկսվում է Ռոբերտ Քոչարյանից։ Այդպես է թե ոչ։ Ու այդ պատճառով կարծեմ երեք բավական ուշոտ ժամերին, բայց նույն Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ
պետք է լինի համախմբում բոլոր անդիմադիր ուժերի, որոնք այնուամենայնիվ ցանկանում են ձգտում պահպանել Հայաստանը, հայ աշխարհը Անդրկովկասում։ Ահա ինչպես տեսնում եք, իբր թե զուտ Իրան-Ամերիկա հարաբերություններին վերաբերող հարցը կամա թե ակամա անդրադառնում են նաև Հայաստանի իրավիճակին, Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Ու այստեղ կներեք եկեք ես նաև իմ բնութագիրը տամ, թե ինչը կատարվում է Հայաստանում։ Ես այլևս ընտրություններից 10 օր անց Ալիևը հերթական սպառնալիքն է հնչեցնում, իսկ ճակերտավոր Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար պատգամավոր Ազիզ Ալեկբերլինն էլ ասում է, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը վկայում է, որ ճակերտներում արևմտյան ադրբեջանցիները նորից ճակերտները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր, դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեն այս իրողություններն ու պայմանները, խնդրեմ։ Դե էտի նույնը, որ մենք ես քեզ բերան անդրադարձել եմ այն Դիլիջանյան հանդիպմանը։ Բազում անգամ եւ ուրիշ ասենք ելույթունեցողները վերլուծաբանները անդրադարձել են, որ նրանք այսինքն Երևանում նստած իշխանավորները ճակերտավոր ձգտում են, որ Հայաստան խոսքը ընդհանրապես անհետանա ու օրակարգը մտնի այդպես ասած արևմտյան Ադրբեջան, Ադրբեջան, ինչ որ մի կեղծ արտահայտությունը, քանի որ արևմտյան Ադրբեջան նահանգը, Օստանը գտնվում է հյուսիսային Իրանի նահանգների շարքում, ոչ թե Անդրկովկասում։ Անդրկովկասում, ինչպես բոլորը պիտի իմանան ու հիշեն միշտ, ծմախ հիշեն, միջև դագաղի կրիշկար պիտի հիշեն, որ Անդրկովկասում երբեք չի եղել որևէ մի Ադրբեջան կոչվածը։ Դա Իրանն է։ Երբ որ ասում եք Ադրբեջան, դա Իրանն է։ Դա վերաբերում է զուտ Իրանի տարածքին։ Ու այդ սպառնալիքները Ալիևի կողմից կամ թեկուզև դա կրկնի Էրդողանը, նրանք բնավ զարմանալի չեն։ Եթե ստեղ նստած են պաշիկները, մաշիկները, քաշիկները եւ այլ իշիկները, դա կհնչի եւ կհնչի։ Զարմանալի է ուրիշ բան, որ նույն հանցավոր խմբի պարագլուխը կարծեմ երեք կոչը արել, ով որ ինձ այդ համաձայն չի, թող գուրծ գա փողոց ու արի հեղափոխություն, փոխի կառավարությունը։ Դա զարմացնում է, որովհետև այն մարդիկ, որոնք ինչպես ասեմ, (2021) թվականից առ այսօր հույսեր են պայփայել, որ իբր թե ընտրությունների ճանապարհով իշխանապահություն հասնենք, իդիոտներ, կրետիկներ, ապուշներ, վերջը, դուք ապուշ եք, բոլորդ։ Ինչ ընտրություններ։
Դուք չեք տեսել ձեր ընտրությունների ձգտումների հետ ոնց են պայքարում։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այսքան մարդու գնալը եւ այս վարչական ռեսուրսի, այս ապօրինությունների, այս կալանավորումների, այս ահաբեկման ֆոնին նաեւ մեծ մասը 50%-ից ավելի սա դեռ իրենց կողմից կեղծված արդյունք։ Պատկերացնեք չկեղծեին 70% առնվազն։ Բայց կեղծել են, չէ։ Այո, բայց սա նաեւ ցույց է, որ դեմ են Դա հա ցույց է, բայց դա կեղծել են, չէ, ու ես առնձամբ ես դա դրա մասին զգուշացնում եմ եւ ընտրություններից շատ ավելի առաջ, ամիսներ առաջ։ Ժամանակ ունենք եւս մեկ հարց Ռուսաստանի հետ կապված սանկցիաների տակ ենք։ Այսօր է Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ ԵԱՏՄ միջկառավարական նիստի մասնակցելու։ Խնդրեմ։ Ուրիշ չար չունեն, դրա համար էլ գնում են։ Պարզվեց, որ զուտ ծաղիկների եւ այլ, ասենք, այդ գյուղատնտեսական, ասենք, ապրանքների չգնալը, չիրացնելը սովորական ավանդական շուկաներում բերում է 2.5 միլիարդանոց, ասենք, դոլարով 2.5 միլիարդի դոլարի չափ վնասի տնտեսությանը, եկամուտների եւ այլը։ Այնինչ Եվրամիությունը մի քանի տասնյակ միլիոն դոլար է միայն, ասենք, հատկացնում այս չեղքերը փակելու համար։ Հիմա գնալու է, չի գնալու, դա իր գործը։ Որովհետև հարցերը, որոնք հարուցեցին կարծեմ 4 հանրապետությունների նախագահները օրակարգում մնացել են։ Նրանք պահանջեցին, եթե դուք չեք մոռացել, շտկել հարցը, այսինքն պատասխան այդ հարցին։ Լինում է, թե չի լինում Հայաստանում համաժողովրդական հանրաքվե, որով որ պետք է որոշվի հարցը։ Այդ բնակչությունը, որը ցանկացել է Պաշիկին, ցանկանում է մերկ, տկլոր, աղքատ, սոված մտնի Եվրամիության մեջ, թե այնուամենայնիվ գերադասումը ԵԱՏՄ է, քանի որ ընդեղը հայ արտադրողի ավանդական շուկաներ են։ Հիմնական մասում բնականաբար դա Ռուսաստանի Դաշնությունը, ոչ թե դժվար եմ պատկերացնում, որ Ղազախստան, Ուզբեկիստան մեջը մտնում են, թե չեն մտնում, որտեղ որ իրացվում են հայ արտադրողի արտադրված, ասենք, արժեքները, ապրանքները, չգիտեմ, գնում է ԵԱՏՄ, որ ինչ, որ հայտարարի ես եմ հաղթել, թող գնա, թող են գյուղացին են ֆերմերները, են ապուշները, ուրիշ խոսք չունեմ ասելու, որոնք այնուամենայնիվ այս տոկոսով թե այն տոկոսով գնացել են իր ձայն են տվել, թող նրանք գնան իր հետ միասին։ Երևանի առջև դրված են բավական հստակ պայմաններ։ Ու ես կրկնում եմ, ոչ միայն Ռուսաստանի Դաշնության կողմից, կամ ԵԱՏՄ-ի կողմից, նմանատիպ կարելի է ասել նաև վերջնագրային պայմանները դրված են Իրանի կողմից։ Դու ստեղ բերում ես ամերիկացուն, ես ստիպել եմ, որ ամերիկացին ստորագրի հուշագիրը, ըստ որի ինքը պարտավորվում է դուրս հանվի, դուրս բերվի բոլոր Իրանի շուրջ ունեցած սահմաններից։ Ու բոլորը խոսքը դիտորդների եւ փորձագետների մասին,
Արդեն իսկ հիմա խոստովանում են, որ դա զիրոյացնումը, չեզոքացնումը այդպես կոսյա Տրամպի տրիպա, ինչի վրա հույս են դրել և Ալիևները և Պաշիկները, այսինքն Բաքու և Երևանը։ Ու մենք ուզած չուզած, չնայած շատ քիչ ժամանակ ունեմ, բայց պետք է դա ասեմ։ Այսօրվա Հայաստանի իշխանավորները ցավոք սրտի պատմական դասեր չեն կահել։ Այն առումով, որ նրանք փորձում են կրկնել վաղեմի կործանված բյուզանդական կայսրության ճակատագիրը, փորձում են կրկնել մեր փոքրիկ անզոր և արդեն տխմար Հայաստանի ճակատագրում։ Հիշենք պատմությունը։ Կայսերական վերջի թողմերից մեկը Բյուզանդիայում վերցրեց դիմեց արևմուտքին, վայ եկեք փրկեք թուրքերից։ Արևմտյան խաչակերները ոչ թե փրկեցին Բյուզանդիան, այլ նաև ոչնչացրել են Կոնստանդնուպոլիսը, թալանեցին Կոնստանդնուպոլիսը, սպանեցին բազում տասնյակ հազարավոր մարդկանց կյանք են ասնքխլել, բայց արդյունքում հանձնեցին Բյուզանդիայի ողջ տարածքը թուրքերին։ Դա է արևմուտքի արարքը։ Բայց դա խրատ չեղավ այդ բյուզանդական շրջանակներին։ Նրանք նույնիսկ աշխատել են ու դարպաս են բացել Թուրքիա առջև Կոնստանդնուպոլիսում։ Ինչու արևմուտքը այդպես դաժանաբար վարվեց Բյուզանդիայի հետ, պարզ պրիմիտիվ պատասխան գոյություն ունի պատմության էջերում։ Նա ոչնչացնում է գլխավոր մրցակցին, արևելյան քրիստոնեությունը, քանի որ դուք երևի գիտեք ու հիշում եք, որ Բյուզանդիան երկար դարեր շարունակ եղել էր արևելյան քրիստոնեության մայր տաճարը, մայր տարածքը։ Բայց արևմուտքը թքած է ունեցել, իրան պետք է եղել ոչնչացնել մրցակցին, ոչնչացրել են թուրքերի ձեռքերով։ Այսօր օրով Երևանում իշխանավորները ոչնչացնում են Հայաստանը էլի թուրքերի ձեռքերով, ներքին թուրքերի, դրսի թուրքերի, կապ չունի, թուրքերի ձեռքերով։ Ու ուզած չուզած մենք գալիս ենք այն եզրակացության, որ պարզվում է գլխավորը խապել, սիրուն խապել, գեղեցիկ խոսքերով խապել։ Ու պարզվում է, որ իբր թե շատ ինձ կներեք, եթե այդ քակի կտորը ոսկյա ինչ-որ թղթերով պատատվես, դա կարելի է դրսևորել որպես քաղցր շոկոլադային կոնֆետ։ Ու այդ ստի, բայց ոսկե թղթերով պատատած քաքերը կերակրում են Հայաստանի բնակչությունը։ Այնինչ դա Եվրամիության ներկայացուցիչները, արևմտյան ներկայացուցիչները խոստովանում են, որ հնարավոր է, որ վաղը չէ մյուս օրը, չենք ասում 2 ժամ հետո, չենք ասում վաղը չէ մյուս օրը, 27 թվին, 30 թվին, մենք ստանանք մի պատկեր, երբ որ չկա Եվրամիություն,
չկա ՆԱՏՕ, չկա, ինտեգրացիոն կառույցներ չկան, եւ այլ։ Ու մենք հասկանում ենք, որ այդ շատ հավանական եղելության առջև հայերը կկանգնեն անպատրաստ։ Այս մասը ես կխնդրեմ, ես կրկնեմ նաև ռուսերեն, որպեսզի մեր ունկնդիրները Հայաստանից դուրսն էլ հասկանան։ Շատ չի տևի։ То, что произошло с нашим народом, это трагедия. Трагедия, которая вызвана тем, что мы не можем усваивать уроки истории. То, что сейчас произошло 7 июня, это точности, в определенной степени точности повторение судьбы Византийской империи. Когда пара-тройка кретинов, во-первых, обращалась за помощью к Западу, чтобы Запад их спас от турецкого нашествия, туркского нашествия. А потом они даже открывали ворота Константинополя перед турками. Западные крестоносцы, вместо того, чтобы защитить Византию, обрекли ее на поглощение турками. Турки своеобразно отплатили предателям Византийской империи. Когда сына одного из главарей этих предателей изнасиловали турки, а тот прибежал с жалобами, то с него содрали кожу. Живого. С живого содрали кожу. Что ж, предателям всегда следует платить. В том числе так. Но правда в том, что мы повторяем эту судьбу Византии в таком плохом положении, в котором невозможно было вообще представить до 2018 года, что мы можем оказаться. Сегодня, когда перед глазами любого армянина стоит достаточно сформировавшийся и достаточно прочный союз Ирана, России и Китая, так играть со своей судьбой нельзя. Нельзя. Еще раз повторю, так играть со своей судьбой нельзя. И мы, понимаете ли, к сожалению, убедившись еще раз, что никакие выборы на самом деле ничего не решают, решают те люди, которые считают голоса на таких выборах, мы видим, что другого пути нет. Есть только один путь. Либо, наконец, тряхнувшись и понимая, что произошло 7 июня, здесь, в Ереване, люди возьмут свою судьбу в свои же руки, не будут надеяться ни на кого, не будут верить во всякие эти завывания подонков прозападных, твердящих на каждом углу выборы, выборы, выборы. Извините, по-русски говорю, скажу. Была такая песенка в 90-е годы. Выборы, выборы, депутаты, сами знаете кто. Это слово не произнесу. Поэтому сегодня прошу всех, кто может, кто в состоянии думать, еще раз взвесить и понять, что произошло 7 июня,
еще раз взвесить и понять, почему Иран поставил американцам условия вывести все войска, не войска, любые элементы присутствия из всех территорий, которые окружают границы Ирана. Поймите, на земле правит бал, в том числе у нас в Закавказье, это Иранская Исламская Республика. Через ее посредство осуществляет свое влияние или власть Китайская Народная Республика и Российская Федерация. Для большинства людей, экспертов, в том числе на Западе, это уже не вызывает никаких сомнений. Необходимо, чтобы в Ереване не осталось ни одного идиота, который бы верил в то, что придет Запад и спасет. Запад спасает так, как он спасал Византию, сдавая туркам. Беритесь за ум, люди. Не сдавайте эти земли туркам. Защищайте до последней капли крови. Потому что рано или поздно война таки будет с турками.